ուրեմն Զելենսկու այդ տիկին կոչվածը Էրատոդվան գնում է ուրեմն Եվրոպա Կարտիե խանութը այնտեղ մի սևամորթ կին ինչ է անում դե ընդունված է որպես VIP կլիենտ բարձր մի այլ երկրի ուրեմն նախագահի կինը եկել է նա մոտենում է առաջարկում է իր ուրեմն օգնությունը սիրով որ ցույց կտա ամեն ինչ դե ֆաշիստի կնիկ հա Հիտլերի պուպուլիկի կինը հա տենց ասենք հա իրան Հիտլերի պուպուլիկի տեղն է դրել Զելենսկու կինը ֆաշիստի կին ինչ որ մի հատ նեգր եկել է իրան ուզում է բան ցույց տա շատ կոպիտ ձևով կոպտում է այս սևամորթ աղջկան վաճառողուն ասում է որ գնային կողմ մի խանգարի եւ այլն նու այս աղջիկը շատ բայրած կամ դե VIP կլիենտ է եւ այլն պրեզիդենտի կնիկ է всё-таки ասում է որ ինքը իր սերվիսի տակ է այսինքն ինքը կարա ինչ որ իրան պետք է հարցնի ինքը ընդամենը սիրով կօգնի եթե պետք է նոր կոլեկցիան որը դեռ ցուցադրված չի ներսից կբերի եւ այլն սա արդեն հիստերիայի մեջ անգնում դու ով ելար այ գունավոր կապիկի ձակ որ իմ նման ռատոիս նման այս մեծագույնի հետ նույնիսկ մարդկային լեզվով փորձում ես խոսալ ելուր մնաց քո օգնությունը ես այդքան ուրեմն ես Հիտլերի պուպուլիկի կինը լինելով դու իմ հետ հերիք չի խոսում ես դե մի բան էլ ասում ես օգնեմ դու ով եղար որ ինձ օգնես այ կապիկի ճուտ ու հիստերիայի մեջ անգնում սկսում է գոռալ ղժալ այս աղջկա վրա եւ այլն հաջորդ օրը այս աղջկան այս սևամորթ աղջկան ստիպված են լինում գործից ազատել որովհետեւ այլ երկրի նախագահի կինը կոնկրետ բողոք է ներկայացնում որ սա ով է որ ինձ նեղացնի ես ձեր խանութ մտնեմ այս աղջիկն էլ իրեն որ տեսնում է հեռացնում դե վերջի վերջո կասիրն էլ է ինքը լինում այդ չեկը որով որ այդ ուրեմն Էրատոդվան բան արել առևտուր արել իր հետ հանում է դուրս չեկը բերել է եւ աշխարհում եք ցույց է տվել ուրեմն այդ օրը Էրատոդվան հնդեգից առևտուր արել $1,200,000 զարթեղեն մի երկիր որտեղ սև հացի հետևից երեխու ձեռքը բռնած գնացած տղամարդուն փողոցում բռնում են երեխուն թողում փողոցում տղամարդուն ծեծել ջարդելով գցում են գազելի մեջ ուրեմն այդ իրենց զինվորական այդ հավաքագրողները եւ տանում են մսաղացի մեջ 1-2 շաբաթվա մեջ գլուխն ուտում հետո մի բուր հող կամ մի կտոր մսի կտոր փաթաթած այսպես ասած դրոշակի մեջ բերում հանձնում են այդ նույն երեխային որի աշկի առաջ ամբողջ կյանքում նրա մնալու է ոնց հորը տարան ու մի կտոր միս բերեցին բերում գցում են այդ դրոշի մեջ այդ հորից մնացած եթե բախտը բերել այդ մսի կտորը այդ երեխու դեմը եւ թշվառության ու այդ ցրտի հոսանք չլինելու այդ ամեն ինչի մեջ այս կինը արդեն միանակ մնացած պետք է այդ արդեն հոգեբանական տրավմա ստացած երեխուն մեծացնի այդ երկրի ուրեմն այդ պատերազմի գլխավոր պատասխանատուն որը դրթեց կարելի ասեց Մոսկվա это բան Ուկրաինա это НАТО и всё ոնց որ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ դրթեց այդ պատերազմը հաստատ իմանալով որ այդ քայլը առաջացնելու է Ռուսաստանի կողմից ուրեմն նման դրսևորման նա հայտարարեց որ ՆԱՏՕ-ին մտնում է սենան ՆԱՏՕ-ի զորքերը պետք է գան եւ այլն նույնը արեց այդ մեր ուրեմն Զելենսկին հայտարարելով Ստեփանակերտի հրապարակում եւ դրթելով այսինքն թույլատրություն տալով Ադրբեջանին ագրեսիա գործադրելու եւ այդ մարդու այդ տհասի այդ Հիտլերի պուպուլիկի երատոն գնում է Եվրոպա $1,200,000-ի դա այդ մենակ այդ մի խանութ է այդ մի չեկն են անել առևտուրանում դուրս է գալիս